Պարոն Թորոսյան, ինչ է կատարվում պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ եւ ինչու են ուզում հեռացնել ձեզ տնօրենի պաշտոնից։ Ըստ էության մենք ամեն ինչի մասին խոսեցինք, բոլոր հարցերը քննարկվեցին, թե ինչ հարցեր ունենք, եւ այս այն ինչ որ բարձրաձայնվեց, ինչի մասին որ մենք օրեր եթերում հայտնեցինք, Աշխատաժողովը նկատի ունեք քիչ առաջ ավարտված։ Աշխատանքային բաց քննարկում էր, որովհետև երեք ունեցել էինք աշխատակազմի հետ էլի քննարկում եւ խնդիր էր դրվել մեր գործընկերների կողմից, որ անպայմանորեն ընդհանուր բոլորով սրա մասին խոսենք եւ քննարկենք, կարծիքներ հայտնենք եւ առաջին հերթին նաեւ իրազեկենք ինչա կատարվում։ Եվ այս էր ամբողջ մեր ասելիքը, որտեղ հնչեցվեցին մի շարք հարցեր, որ մենք ակնկալում ենք իրականում հանդիպում եւ պատասխան։ Ումից։ Երևանի քաղաքապետի հետ հանդիպում։ Իսկ դուք այսօրվա հանդիպմանը հրավիրել եք քաղաքապետարանից որևէ մեկի։ Ես հավաքանու անդամներ տեսա, բայց ընդդիմադիր խմբակցությունից։ Այստեղ չեմ ուզում կապել ընդդիմադիր կամ այլ դաշտում գործող, ես գիտեմ, որ նաեւ տեղեկացված են եղել բոլոր, այսպես ասած, կողմերից, որովհետև խնդիրը ավելի քան բաց է եղել, ես չեմ ուզում այդ, այսպես ասած, որպես այդպիսին առանձնացնել, որովհետև 100-ից ավել աշխատակազմ ունենք, կոլեկտիվ ունենք եւ նախորդ մեր նույն հավաքի, նույն բողոքի, նույն ընդվզման ժամանակ, երբ որ աշխատակազմը արդեն գնացին քաղաքապետարանում խնդիրը բարձրաձայնելու, կարծում եմ այնպես չէր, որ գնացել էին քաղաքապետարանի դիմաց միայն ձեր հնչեցրած ավականու անդամների մոտ հարցը բարձրացնել։ Հիմա քաղաքապետարանից մարդ կար։ Տեղյակ էին, բոլորը տեղյակ էին, այսինքն հարցը ավելի քան հասանելի էր բոլորին, եւ ով ուզել, ով ցանկացել, ով հնարավորություն է ունեցել եկել էին։ Հիմա անձանց ես չեմ ճանաչում ընդհանրապես առհասարակ։ Շատ լավ, ձեզ ինչու են ուզում հեռացնել, որն է պատճառաբանությունը։ Ես չեմ կարող ասել, ըստ էության ես ունեմ ստացված համապատասխան զեկուցագիր, ըստ որի առաջարկվում է աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծել։ Ինչի հիման վրա։ Ավինյանը այդ զեկուցագիր ուղարկել, թե ում զեկուցագիրը գրվել է մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի կողմից քաղաքապետին, սահմանված ժամկետում քաղաքապետը տվել է բացատրություն ներկայացնելու հնարավորություն եւ ես սահմանված կարգով էլ նշված ժամկետում կներկայացնեմ բացատրությունը, խոսքը գնում էր 1200 հրավիրատոմս կամ անվճար մուտքի հնարավորություն տրված անձանց քանակի մասով, ոչ ֆինանսական ցուցանիշների մասով մենք հաշվետվություն ենք տալիս, դրա մասին էր խոսքը։ Պարոն Թորոսյան, կարող է ձեր ներկայացումներն են պատճառը, որ իշխանություններին դուրս չեն եկել եւ որոշել են ազատվել ձեզանից։ Կարծում, որովհետեւ մենք, այսպես ասած, շատ բաց, պարզ, թափանցիկ աշխատում մենք ունենք այնքան բաց ու պարզ, որ ունենք գեղարվեստական խորհուրդ, տարբեր մշակութային գործիչներից կազմված, տարբեր հայացքների տեր, ավելին ասեմ, քաղաքապետարանի սույն վարչության, այսինքն մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը եւս հանդիսանում է խորհրդի անդամ, իրենց ձայնը, իրենց ներկայությունը միշտ կա եւ որևէ անգամ մենք նմանատիպ ազդակներ չենք ստացել հանրազնվության պիտի ասեմ։ Տեսեք, օրինակ ձեր ներկայացումներից Ռաֆուխենթը, որ բեմադրել եք, դա շատ քննարկվեց, ես ինքս չեմ դիտել, բայց դիտողները ինձ ասել են, որ լրիվ մեր այսօրվա իրավիճակն է ներկայացնում եւ քաղաքական ենթատեքստ կա տակը, նաեւ քննադատություն ուղղված օրվա իշխանություններին, գուցե քողարկված քննադատություն ոչ ուղիղ, կարող է նաեւ սա է պատճառ հանդիսացել, որտեղ կարծեմ իշխանություններից էլ որոշակի ռեակցիաներ եղան սրա հետ կապված։ Սա եւ նման տիպ այլ ներկայացումներ։ Առաջին հերթին կառաջարկեմ դիտեք նոր հետևություններ անել կամ այլ անձանց մեկնաբանությունները հնչեցնել,
հետո նոր կկարողանանք խոսել, որովհետև այն ինչ որ ասում եք, մեղմ ասած, այդպես չի, որտեղ մեր ներկայացումը Ռաֆու խենթն է, Ռաֆու մեր պատմավեպի հիման վրա արված եւ այդպես խնդիր մենք չունենք։ Դեռ եթե մենք այդպես վերցնենք, այսօր տարբեր թատրոններում կա Փարիզյան դատավճիռ, Ոտքի դատարանն է գալիս, այսինքն Ժամանակի Նազար մինչև վերջ ներկայացումներ, որ Հրանտ Թոխացյանը խաղում էր, ես հիշում եմ կամերային թատրոն, դա եւս այդպես բուրըն քննարկումների առիթ տվեց, այ դա ես նայել եմ եւ իսկապես այդ ենթատեքստը այսօրվա բան չունեմ ասելու տվյալ պրիզմայով ներկայանալը այսօրվա իրավիճակին համահունչ ներկայացման մասին, որտեղ ինքս էլ չեմ դիտել, քանի որ չեմ դիտել, ինչպես որ ձեզ խորհուրդ տվեցի դիտեք նոր կարծիք հնչեցնեք, որ կարողանամ ավելի կոնկրետ ասել, որտեղ հիմա ես ստացվում եմ մի բան պիտի ասեմ, որ դուք չեք տեսել, չգիտեք ու անիմաստ զրուցելու ենք դրա մասին։ Համար քանի որ ես էլ չեմ տեսել, որպեսզի անիմաստ էլ չլինի իմ մեկնաբանությունը, զերծ կմնամ որևէ բան ասելուց։ Տեսեք, պարոն Թորոսյան, ես դա որպես օրինակ բերեցի։ Ուղղակի այսօր թատրոնը որպես մշակույթի ամենաառանցքային ճյուղերից մեկը, որը նաև հասարակության դաստիարակելու, կրթելու եւ մեսիջներ ուղղելու գործառույթ ունի, այդ իմաստով գուցե նաև օրվա իշխանությունների մի կողմ թողնենք դրանք այսօրվա, երեկվա, վաղվա, կարող են շատ բաներ դուրս չգալ։ Դա կա ձեր հեռացման հիմքում։ Թատրոնը այսպես արդեն թեւավոր դարձած խոսք է, թատրոնը հասարակության իրականությունն է, այլին է մեր ընդհանուր իրավիճակի։ Մենք էլ մեկ դարյա թատրոն ենք, եւ այս մեկ դարվա մեջ ամենատարբեր ներկայացումներն ու ամենատարբեր այսպես ասած իշխանություններն են եղել, հիմա ես չգիտեմ որը ում հետ եւ ինչի հետ կարելի է կապել։ Դե գուցե այս իշխանություններին դուրս չի գալիս այդ իրականությունը։ Ուզում եմ ասել, մենք մեր բնականon աշխատանքն ենք իրականացնում եւ հնչեցրած ձեր Ռաֆու խենթը մենք ստացվում է անուղղակիորեն համագործակցում ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, որովհետեւ ոչ միայն Ռաֆի, մեր խաղացանկում կա Նարդոս, մեր խաղացանկում կա Վարդգես Պետրոսյան, վերջին ուսուցիչը մենք Հովհաննես Թումանյան ունենք, մենք Ստեփան Զորյան ունենք, ինչպես ասացի, հայ հեղինակներ, դասականներ, համաշխարհային հեղինակներ, դասականներ։ Սա ավելի ճիշտ դպրոցական գրականության հիմքով արված ներկայացումներ են, որոնք դպրոցում անցնում են աշակերտները, եւ սա գալիս է ավելի նպաստելու եւ ավելի տեսանելի, շոշափելի դարձնելու աշակերտների մոտ իրենց դասագրքային գրականությունը, որը որ անցնում են։ Հիմա ես թվարկեցի շատ հայ դասականների անուն, հեղինակներ, համաշխարհային գրականությունից նաև, այսինքն մենք ելի եմ ասում, անուղղակի ստացվում է համագործակցում ենք, քանի որ թատրոնը պատանի հանդիսատեսի թատրոնն է եւ միակ թատրոնն է, ըստ էության հենց թիրախային խումբում է։ Ձեզ են ուզում միավորել, թե ուղղակի միայն ուզում են փոխել։ Չէ, եւ միայն պատանի հանդիսատեսն է ըստ էության մեր հանդիսատեսը եւ մենք նույնիսկ դպրոցական բաժանորդային ծրագրով երևի այն թատրոնների շարքում ենք, որոնք որ ամենաշատն են դպրոցականներին այդ ծրագրով սպասարկում, ինչը որ շատ կարեւոր, այսպես ասած, նախաձեռնություն է, նախագիծ է, քայլ է, որ դպրոցահասակները աբոնեմենտով կարողանան գալ։ Միավորման նպատակ չունեն։ Դեռ չկա։ Բայց լավ, ինչի՞ց են բադժգոհ այդ դեպքում։ Ես այդպես էլ չհասկացա, ի վերջո ձեզ հեռացման հիմքը որն է։ Եվ եթե ի վերջո Վահե Մակարյան։ Վահե ջան, ըստ էության ասացի, մենք հնչեցրեցինք բոլոր հարցերը եւ ձեր հարցի պատասխանը մենք էլ ենք ուզում ստանալ։ Եվ դրանից միտված մեր այս հավաքը, քննարկումը ինչ-որ ժամկետ կա արդեն հեռացման, թե հեռացված է արդեն, թե ոնց ինչ կարգավիճակում ունեք հիմա։ Կա ընթացակարգ, ըստ որի կա ծանուցում, ըստ որի պիտի ներկայացվի բացատրագիր, բացատրություն, ինչ հիմքերով են տրվել համապատասխան հրավիրատոմսերը եւ ըստ դրա կերեվա։ Իսկ տեխնացու ունեն ձեզ փոխարինող։ Չգիտեմ, դե ինչ որ հնչեց մեր արտիստների կողմից, աշխատակազմի անդամների կողմից, դե հասկանալի է, որ քաղաքը փոքր է, երկիրը փոքր է, ոլորտը փոքր է, բոլորը իրար գիտեն, ինչ որ զրույցներ կան, բայց ես անկեղծ ասած խնդրեի նորից այդ զրույցների շրջանակում եթե անուններ կան, անուններ ասեք։ Չէ, անուններ չկան, անուններ ես չեմ տիրապետում եւ սխալ կլինի։ Ինձ ասացի, որ իրանց մարդուն են ուզում նշանակել, որովհետեւ ձեզանից չեմ կարող ասել իրանց դժգոհ են ինչ-որ հարցում։ Չէ, ըստ էության ես քննությունս հանձնել եմ 2 տարի ու կես առաջ
այսօրվա քաղաքային իշխանության Քանի տարի դեռ պետք է պաշտոնավարեիք։ 5 տարի 23 թվականի հոկտեմբերին եմ ես նշանակվել։ Այսինքն ըստ էության մեծ հաշվով ինձ իմացել են, այսպես ասեմ։ Լավ, եկեք այսքանով ավարտենք մեր մոտ ընդհանուր ստեղծագործական ընթացքի մեջ, Վահե ջան, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն ձեր ուշադրության համար, ձեր անդրադարձի համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։